Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների եւ ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Այս որոշումից կարող է արդյոք դուժել նաեւ Հայաստանը, կփորձենք հասկանալ Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչի հետ է կապված այս որոշումը։ Հիշեցնեմ, արդեն 1 ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգները եւ Իրանը բանակցություններ են շարունակում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այդ միջուկային գործարք կոչվածի մասին է խոսքը։ Եվ ահա շաբաթ օրը, այսինքն վաղը Հռոմում պետք է կայանար այդ բանակցությունների հերթական 4-րդ փուլը։ Եվ բանակցություններից օրեր առաջ հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը չի կայանալու, պատճառաբանությունը լոգիստիկ եւ տեխնիկական բնույթի հարցեր են, բայց բնական է, որ դա պատրվակ է, իսկ իրական պատճառները քաղաքական են։ Այսօր պետք է կայանար Իրանի հանդիպում, ներկայացուցիչների հանդիպում, այսպես կոչված Եվրակի հետ, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա, դա նախապատրաստական հանդիպում էր Իրան Միացյալ Նահանգներ հանդիպման համար։ Այդ հանդիպումը եւս չի կայացել։ Ամենայն հավանականությամբ այս բանակցությունների հերթական փուլի այսպես չկայացման պատասխանատուն ամերիկյան կողմն է, քանի որ հայտնի է, որ ԱՄՆ-ն չի հաստատել Հռոմում այդ հանդիպման ներկա լինելու իր պատրաստակամությունը։ Պետք դեպքում հայտարարեն, որ առայժմ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ տեղի կունենա այդ 4-րդ փուլը, բայց խոստացել են, որ այն անպայման կայանալու է եւ հույս են հայտնել, որ շուտով կկայանա։ Բայց ավելի կարևոր է այն չափազանց կոշտ հայտարարությունը, որով հանդես եկավ Դոնալդ Թրամփը, հակաիրանական ընդգծված կոշտ հայտարարություն, որում սպառնացել է պատժամիջոցների կիրառման բոլոր այն պետություններին եւ մասնավոր ընկերություններին, որոնք այսուհետ Իրանից նավթամթերք, նավթ եւ քիմիական արդյունաբերության ապրանքներ ձեռք կբերեն։ Սա իսկապես նորություն է, ամենևս այդպիսի կոշտությամբ երբեք չի հնչեցրել։ Մեջբերեմ նրա խոսքերը. ցանկացած պետություն կամ անհատ, որը այսուհետ ձեռք կբերի Իրանից ցանկացած քանակի նավթ կամ նավթաքիմիական արտադրություն, անհապաղ կբախվի երկրորդական պատժամիջոցներին։ Եվ պարզաբանել է, թե ինչ տեսք կունենան այդ պատժամիջոցները։ Խոստացել է, որ այդ պետությունը կամ մասնավոր անձը կամ ընկերությունը, որը Իրանից նավթամթերք կամ նավթաքիմիական արտադրություն ձեռք կբերի, չի կարողանա որևէ տեսակի համագործակցություն ունենալ ամերիկյան ընկերությունների հետ եւ բիզնես ծավալել Միացյալ Նահանգների տարածքում։ Իրանի կողմը անմիջապես արձագանքել է, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդպիսով Միացյալ Նահանգները փորձում են խանգարել Իրանի համագործակցությանը զարգացող պետությունների հետ եւ անվանել է Դոնալդ Թրամփի այս սպառնալիքը ոչ այլ կերպ, քան տնտեսական ահաբեկչության դրսևորում։ Արտյոմ, Հայաստանը եւս օգտվում է իրանական շուկայից, այսինքն մեզ եւս սպառնում է սա։ Նախ պետք է ասեմ, որ առայժմ Թրամփի խոսքերը ոնց հասկանում եմ սպառնալիք են ավելի շատ, որովհետև որևէ որոշման մասին ոչ մի հրապարակում չեմ տեսել։ Համենայն դեպս պաշտոնական խողովակներով ամերիկյան վարչակազմը հարևան պետություն, այլ պետություններին չի տեղեկացրել այդպիսի նոր պատժամիջոցների մասին։ Հավանաբար դա ավելի շատ գործիք է բանակցությունների վճռական փուլից առաջ Իրանի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այդ բանակցություններում Իրանը ավելի թույլ զգա իրեն։ Բայց եթե այդ 4-րդ փուլը բանակցությունների իսկապես չտա այն արդյունքը, որը ակնկալում էին ամերիկացիները, այդ պատժամիջոցները կարող են իրականություն դառնալ եւ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը իսկապես զգալիորեն կտուժի։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն այն գլոբալ նախագծերին, որոնք առայժմ թղթի վրա են, խոսքը Իրան-Հայաստան նավթատար կառուցելու ծրագրի մասին է կամ Մեղրիից ոչ հեռու նավթամշակող գործարան կառուցելու մասին է, այլ նաև ներկայումս շարունակվող համագործակցության մասին։ Հայտնի է, որ հայկական ընկերությունները Իրանից գնում են ոչ մեծ ծավալի, բայց ամենայն դեպս գնում են բենզին, նավթամթերք տարբեր, ավիաբենզին եւ իհարկե նաև քիմիական արտադրության տարբեր արդյունաբերության տարբեր
ապրանքներ։ Եվ եթե այդ պատժամիջոցները իրականություն դառնան, բազմաթիվ հայկական ընկերություններ իհարկե դրանից կտուժեն եւ անուղղակիորեն կտուժի նաեւ Հայաստանի տնտեսությունը։ Նշեմ, որ ամերիկյան նախորդ դեմոկրատական վարչակազմը, այսպես ընկալումով է վերաբերում դրան, որ Հայաստանը ստիպված է Իրանի հետ համագործակցել, հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը եւ համեստ էներգետիկ համագործակցության ծավալները Հայաստանի ու Իրանի միջև ամերիկյան դեմոկրատական վարչակազմը աչք էր փակում այդ ամենի վրա եւ այսպես ուշադրություն առանձնապես չէր դարձնում։ Ներկայիս հանրապետական վարչակազմը ոնց հասկանում եմ այլ կերպ է տրամադրված։ Եվ եթե Թրամփը իսկապես իր խոստումը իրականություն դարձնի, կարծում եմ իր պատժամիջոցները կլինեն տոտալ եւ որևէ այսպես բացառություն չեն ենթադրի։ Հարցում իսկ նախկինում երբևէ տուժել է Հայաստանը ամերիկյան պատժամիջոցներից ու կոնկրետ Իրանի հետ համագործակցության համար։ Մի քանի անգամ ամերիկյան պատժամիջոցների ցուցակներում հայտնվել են հայկական ընկերություններ։ Վերջին անգամ 23 թվականի ապրիլին Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը հրապարակել էր 10 պետությունների 28 ընկերությունից բաղկացած ցուցակ, այդ ցուցակում կար նաև 2 հայկական ընկերություն։ Մինչ այդ էլ ավելի շուտ տարիներ առաջ եւս 2 այլ ընկերություն նույնպես ամերիկացիների կողմից պատժամիջոցների էին ենթարկվել այն բանի համար, որ Իրանին վաճառել էին այնպիսի ինչ-որ տեխնիկա, որը կարող էր օգտագործվել նաև միջուկային արտադրության մեջ։ Իհարկե դրանք մասնավոր ընկերություններ էին, պետությունը որևէ առնչություն այդ գործարքների հետ չուներ, բայց այնուամենայնիվ անուղղակիորեն դրանից ենթադրում եմ տուժել է նաև Հայաստանի տնտեսությունը, իսկ այս դեպքում, եթե այս պատժամիջոցները իրականություն դառնան, հետևանքները կարող են մեզ համար շատ ավելի լուրջ լինել։ Շնորհակալություն։